Փաշինյանն Ալբանիայում է մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Նա հանդիպել է Ալբանիայի վարչապետի, ԵԽ եւ Եվրահանձնաժողովի նախագահների հետ։ Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ալիևին, նաև Էրդողանին։ Զրույցը Ալիևի հետ շարունակվել է սեղանի շուրջ։ Նախքան այդ Փաշինյանը կրկնել է առաջարկը, պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի լուծարման հայտարարությունը։ Վաղաշաբաթի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տալիս պաշտոնին ավելի շատ ժամանակ ընտանիքին տրամադրելու համար։ Աժիում կրքերը թեժ էին։ Փոխադարձ մեղադրանքներին հաջորդել է Լևոն Քոչարյանի հայհոյանքը։ Պատգամավորներն անցել են քաշքշուկի։ Հանրությունը քննարկում է Մերձևանի դպրոցի լարված իրավիճակը։ Ուսուցիչը նշել է, որ իր դեմ արշավ է սկսվել եւ արդյունքում նախարարությունը ազատել է տնօրենին։ Վարորդական վկայականի քննությունից բացասական ստանալու դեպքում դիմորդները կարող են վճարել 45,000 դրամ եւ վերահանձնել հաջորդ օրը։ Ստամբուլում մեկնարկում են ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։ Պեսկովը հայտարարել է, Պուտինը բանակցությունների մեկնելու պլաններ չունի։